Ողջույն հարգելի գյումրեցիներ, հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ երիտասարդներին ներս գալ։ Հավաքվել եք, որ փոխենք, չէ՞, հարգելի գյումրեցիներ։ Այո, միանշանակ։ Բայց նախքան փոխելու ճանապարհային քարտեզը ներկայացնելը եւ մեր թիմին ներկայացնելը, խնդրում եմ սկսենք մեր հավաքը Հայաստանի Հանրապետության օրհներգով։ Հարգելի գյումրեցիներ, մենք Մայր Հայաստան դաշինքը նախընտրական քարոզի առաջին օրը սկսեց մեր արցախահայ եղբայրների ու քույրերի հետ հանդիպումով եւ դա ամենևին էլ պատահական չէ։ Նրանք Գյումրիում հայտնվել են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով։ Ես երեք նշեցի, որ մենք գյումրեցիներս արցախցիների հետ բախտակիցներ ենք, 18 թվականին դա տեսել ենք, 20 թվականին դա տեսել ենք, եւ ես համոզված եմ, որ արցախցիները այստեղ իրենց զգում են ինչպես իրենց տանը, այլ կերպ չէր կարող լինել։ Գյումրեցիները այդ մարդիկ են, որ տեսել են, թե ինչ բան է բռնագաղթը, արտագաղթը եւ իրենց քույր ու եղբոր նման արցախցիներին ընդունել են այստեղ։ Մայր Հայաստան դաշինքը իր ուշադրության կենտրոնում է պահում արցախյան խնդիրը արցախցիներին իրենց բոլոր խնդիրներով հանդերձ եւ ավանդույթը չխախտելու համար մեր արդեն նախընտրական ավանդույթ երևի այդպես կարելի է ասել, ես ուզում եմ առաջին խոսքի իրավունքը տրամադրել մեր արցախցիներից պարոն Վաչականին, խնդրեմ, եթե նա այստեղ է բեմ բարձրանա, համեցեք, պարոն Վաչական։ Հարգելի ներկաներ, սիրելի գյումրեցիներ, առաջին հերթին խնդրեմ ներողամիտ լինեք, կյանքում առաջի անգամ եմ սենց աուդիտորիայում ելույթ ունենում։ Ես Վաչական Մուշերի Ստեփանյանն եմ, ծնված եւ 60 տարի ապրած Չեքնակ Ստեփանագերտ քաղաքում։ Ճակատագրի բերումով այժմ իմ 6 հոգուց բաղկացած ընտանիքում բնակվում ենք իմ սիրելի Գյումրիում։ Սիրելի գյումրեցիներ, առաջին հերթին արցախցիների անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ձեզ բոլորի սրտաբաց ու ջերմ մեզ ընդունելու եւ աջակցելու համար։ Հարգելիներս, մեր ժամանալու առաջին օրվանից մի շարք
մի շատ մեծ նյութական եւ բարոյական աջակցություն են ցուցաբերել քաղաքում շատ հայտնի մարդիկ, օրինակ Գևորգ Հակոբյանը, Աշոտ Իլոյանը, Կարոն Սիմոնյանը, Մերնայիա Քոյլիկը, Կարոնայի Արմանը, էլի շատ շատերը, բայց ամենից շատ մեզ տպավորել է մեր հարևան Փելիպսիմե եւ Էմա տատիները, որոնք մեկը երկու պար բուրդ, մյուսը երկու պար խնձոր ձեռին հենց առաջին օրը մտել են մեր օջախ։ Սիրելի ժողովուրդ, ծանոթ լինելով Մայր Հայաստան դաշինքի ծրագրերին եւ Կարեն Սիմոնյանի ծրագրերին եւ հաշվի առնելով մեր ապարած ու տեսած կյանքը կոչ եմ անում ձեզ մեզ բոլորից աջակցել ապագա ընտրություններում Մայր Հայաստանին եւ Կարեն Սիմոնյանին, որպեսզի դուք էլ չհայտնվեք մեր վիճակը, որպեսզի չկորցնեք մի բուր մնացած մեր սուրբ հայրենիքը։ Եվ վերջում ձեր քրտորությամբ մի փոքրիկ դրվագ պատմեմ իմ Գյումրի ապրած կյանքից։ Եկել էի առաջին երկրորդ ամիսներ, բնականաբար ես էի բոլորից հարցնում ինչու որտեղ աղորը որից հետոյա։ Մի օր Կալինա սուպերմարկետի դեմը կանգնած, տեղացի մարդուկի մոտեցան ինձ, ասին չես ասի կոնվերտ բանկը որտեղ է։ Հարցի պես ես այդ տեղը գիտեի, ցույց տվեցի, սենց հպարտացա, իսկ լավ զգացի եւ սենց քառատող առաջացավ։ Ես տղա եմ 5 գյումրեցի, հոգով սրտով Ստեփանակերտցի, Վաչագանն եմ ես Ստեփանյան, գյումրեցիների միշտ պահապան, հսկում եմ ես ձեր անդորը, խաղաղ լինի ձեր ամեն օրը։ Շնորհակալություն, պարոն Վաչագան։ Պարոն Վաչագանը շատ կարևոր շեշտադրում արեց, նշելով, որ մենք պետք է մարտի 30-ին ճիշտ ընտրություն կատարենք, որպեսզի չարժանանանք արցախցիների ճակատագրին։ Մարտի 30-ին մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին Գյումրիում։ Դա գյումրեցիների պարտականությունը, պարտքը պետք է լինի։ Կանգնեցնել ՔՊ-ին մարտի 30-ին Գյումրու ավականու ընտրություններում։ Այո։ Քանի որ Մայր Հայաստանի եւ Կարեն Սիմոնյանի աջակիցները շատ են եւ շատերը խնդրել են, որ իրենց խոսք տրամադրենք այստեղից ելույթ ունենալու համար, բայց հասկանում եք, հա, չեն կարող բոլորին բեմ հրավիրել եւ մենք այս անգամ խոսքի իրավունքը տրամադրում ենք Լաուրա Աշուղ Աթոյանին, խնդրեմ տիկին Լաուրային բարձրանալ բեմ, խնդրեմ տիկին Լաուրա, ծափահարություններով։ Հարկերի գյումրեցիներ, ես Լաուրա Աշուղ Աթոյանն եմ, երկար տարիներ կատարել եմ հաշվապահական աշխատանք։ Գյումրիում ընտրություններն են եւ դրանք ճակատագրական նշանակություն ունեն։ Ես արդեն իմ ընտրությունը կատարել եմ։ Ընտրելու եմ Մայր Հայաստան դաշինքի եւ դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին։ Լազուր երկնակամարը ապավեր լինի, բարի մարդկանց խիղճը քեզ ուղեկցի։ Շնորհակալություն տիկին Լաուրա ջան խոսքերի համար, պարտավորեցնող է եւ մարտի 30-ից հետո այդ ամբողջը մենք կյանքի կկոչենք, բայց
Մարտի 30-ին մեր գլխավոր օրակարգը լինելու է ՔՊ-ին կանգնեցնել հենց Գյումրու ընտրություններում։ Մենք այլ տարբերակ չունենք։ Հիմա ես կցանկանայի անձամբ ներկայացնել Մայր Հայաստան դաշինքի սկզբունքներն ու ծրագրային դրույթները ընդհանուր առմամբ, ձեր թույլտվությամբ։ Սիրելի գյումրեցիներ, հարգելի ընտրող, Մայր Հայաստան դաշինքը այս ընտրություններում ներկայանում է Գյումրու ընթացիկ կառավարման և հեռանկարային զարգացման ծրագրով։ Ազատ տնտեսական գոտու ստեղծման և հարկային ռեժիմի թեթևացման առումով ազատ քաղաքի կարգավիճակ սահմանելու մեր առաջարկը ստորագրահավաքի ժամանակ արժանացել է ավելի քան 7700 գյումրեցու հավանության։ Մենք պարտավորվել ենք լսելի դարձնել գյումրեցիների ձայնը և դառնալ պահանջատեր վերը նշված ծրագիրը կյանքի կոչելու համար։ Գյումրու կառավարման ղեկը ստանձնելու պարագայում մենք հետևողական ենք լինելու, որպեսզի մեր քաղաքը դառնա Հայաստանի բիզնես մայրաքաղաք, ազատ տնտեսական գոտու ներդրման և ազատ քաղաքի կարգավիճակ ստանալու միջոցով։ Հայաստանի մշակութային մայրաքաղաք, դե բնական է, ելիշ մայրաքաղաք կարող ենք ունենալ մենք։ Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաք։ Վերը նշված նպատակներ իրագործելու համար անհրաժեշտ են ինչպես տեղական, այնպես էլ համապետական մակարդակի փոփոխություններ, այսինքն ՔՊ-ի իշխանազրկում։ Մայր Հայաստանը հանձնարարու է ժողովրդի քվեն ստանալու դեպքում հետևողականորեն հասնել դրանց։ Ինչ վերաբերվում է քաղաքի ընթացիկ կառավարմանը, ապա մեր ուշադրության կենտրոնում լինելու է բոլոր հրատապ խնդիրները, որոնց լուծումները մենք հաստատ ունենք։ Սկսած բյուջեի արդյունավետ կառավարումից մինչև ասֆալտապատում, թափառող շների խնդրի լուծումից մինչև քաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերի ավելացում, կանաչ տարածքների ավելացումից մինչև պատմամշակութային արժեքների պաշտպանություն, քաղաքի լուսավորությունից մինչև զբոսաշրջության աջակցություն, խելացի քաղաքի մոդելի կիրառումից մինչև աղբահանության կառավարում։ Մեր առաջնային քաղաքական խնդիրներից է բնականաբար քաղաքացիական պայմանագրի իշխանազրկումը։ Առավելագույն նպատակը քաղաքի կառավարման ղեկը ստանձնելը։ Մենք հավատում ենք, որ գյումրեցու քվեով կարող ենք կյանքի կոչել մեր ծրագիրը։ Գյումրիում փոփոխությունները կբերեն համապետական փոփոխությունների։ Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պետք է սկիզբ դնենք գյումրեցիներով։ Հենց որ դա արեցինք, կարող ենք հանգիստ խղճով շարունակել գլուխ գովալ, գլուխ ունին կգովանք։ Մեր թասիբն ու արժանապատվությունը հենց այդտեղ է պետք է ցույց տալ։ Պետք է մերժենք Թուրքիայի առաջ դռները բացող և ադրբեջանական օրակարգով շարժվող այս իշխանությանը և սկիզբ դնենք նոր կյանքի։ Կյանք, որտեղ չի լինելու թշնամանք, ատելություն, պառակտում, որտեղ գլխավոր հարցերում կլինենք միասնական, որտեղ անվտանգությունն ու խաղաղությունը կլինեն իրական, այլ ոչ թե կեղծ։ Մայր Հայաստանը գյումրեցուն ներկայանում է իր ամբից թիմով, պրոֆեսիոնալ ծրագրով և ազգային դիմագծով։ Մեր քաղաքապետի թեկնածուն Կարեն Սիմոնյանը հաղթող տեսակ է, ու մենք հավատում ենք, որ ստանալու ենք գյումրեցու աջակցությունը։ Մենք Գյումրիում ու Հայաստանում ուզում ենք փոփոխություն բերել և ունենք գյումրեցու աջակցության կարիքը։ Դրա համար էլ ասում ենք, հարգելի գյումրեցիներ, գյումրեցի, միացեք, որ փոխենք, միացեք, որ փոխենք, շնորհակալություն։ Այժմ խոսքը ուզում եմ տրամադրել իմ լավ ընկեր Գյումրիի հավաքանու ընտրություններում Հայաստան դաշինքի Մայր Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, գործարար, շատ լավ մարդ, շատ լավ կազմակերպիչ, երևի չհասցնեմ ամբողջը թվել, Կարեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, խնդրում եմ։ Ես ողջունում եմ բոլոր գյումրեցիներին և ներկա
եւ բացակա, մինչ ելույթը սկսել է, ուզում եմ ասել բոլորիդ, որ ունենք Գյումրի քաղաքում հյուր, ում համար միակ քաղաքականությունը դա զինվորական լինելն է, միակ նպատակը հայրենիքի սահմանների պաշտպանությունը եւ միակ երազանքը ծովից ծով Հայաստան ունենալը։ Խնդրեմ մեր հարգված, սիրված, լեգենդար հրամանատար Կարեն Ջալալյանը։ Մեր հրամանատարը այսօր Գյումրիում է ոչ թե զբաղվելու քաղաքականությամբ, այլ ցույց տալու, որ ցանկացած մարզում, համայնքում աջակցում է յուրաքանչյուր արցախցու եւ փորձում է ինտեգրել մեր հայրենակիցներին տվյալ բնակավայրի հետ, տվյալ քաղաքային մշակույթի հետ եւ ցույց տալ, որ ինքը թիգունք է կանգնելու բոլոր արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այնտեղից դուրս։ Ինձ հաճախ հարցնում են, ինչպես է ստացվում ձեր մոտ, ձեր թիմի մոտ, ձեր ընկերների մոտ, որ երիտասարդությանը համախմբում եք, որ համախմբում եք կանանց, համախմբում եք այն ակտիվ երիտասարդներին ու տղամարդկանց, որոնց նպատակն է պաշտպանել հայ տղամարդու տեսակը, հայ կնոջ տեսակը, մոր տեսակը։ Ասեմ, շատ պարզ է, ազնիվ ենք, աշխատասեր ենք, գնահատող ենք եւ պահանջող ենք։ Շնորհակալություն եմ հայտնում Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր թիմակիցներին, ընկերներին եւ այն քաղաքացիներին, ովքեր գնահատում են այս թիմի աշխատանքը։ Լավ սկիզբը վերջնական հաղթանակի հասնելու գրավականն է։ Այսօր մենք տալիս ենք այդ լավ սկիզբը։ Բոլորդ գիտեք, որ իմ համար հետնահանջ չկա, յուրաքանչյուր խոսք, որ դուրս է գալիս իմ բերանից, շատ արագ վերածվում է գործի։ Դա ապացուցվել է եւ արձագանքը ստացել եմ Գյումրեցու կողմից եւ շատ պարտավորեցնող է, որ ել ավելի լավը լինենք, որ ել ավելի արձագանքներ ստանանք։ Այս ընտրություններում մենք ունենք նվազագույն պայման մեր դեմ դրած, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իշխանազրկելն է եւ ունենք մաքսիմում պլան ստանձնել քաղաքի կառավարումը, կազմակերպել որակյալ կառավարում, յուրաքանչյուր մասնագետի տալ հնարավորություն իր գաղափարները, իր ծրագրերը իրագործելու անկախ քաղաքական կողմնորոշվածության, որովհետև այսօր մի այլ բան է կողմնորոշումը, վաղը մի այլ բան է մասնագետի կարիք զգալը։ Հետևաբար, քաղաքական պայքարի մեջ չենք փորձելու մտնել անձնական դաշտ, դատապարտում ենք դա, թույլ չենք տալու որևիցե մեկին, իսկ փորձողները միանշանակ արժանանալու են Գյումրեցու տատին եւ հասնելու ենք հաջողության, որ Գյումրին դառնա միասնական։ Մայր Հայաստան դաշինքը միակ ուժն է այսօր, որը առաջարկել է
Գյումրիի զարգացման հեռանկարային ծրագիր։ Մնացած ծրագրերն են կարևոր, բայց նրանք ընթացիկ են։ Եթե չկա գլոբալ զարգացման ծրագիր եւ տեսլական, ավելորդություն եմ համարում մնացած մանր ծրագրերի մասին լալահաջո ճարերը։ Այսօրվանից ստանձնում ենք այդ պատասխանատվությունը եւ մի բան էլ ասեմ, տրամաբանական է մեր մասնակցությունը Մայր Հայաստան շարժումով եւ դաշինքով, քանզի այդ ծրագրի, հեռանկարային ծրագրի գաղափարի վրա աշխատող մարդկանցից մեկը նաեւ եղել է Մայր Հայաստան դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Ով նաև խոսք է տվել գյումրեցիներին, որ ամբողջական իշխանափոխությունից հետո ուշադիր առաջի զարգացման կոդի հայտարարելու է Գյումրի քաղաքը։ Գյումրեցիք շատ փիս պահանջատեր են, 7700 ստորագրությունը վգա, ընդամենը 20 օրվա, պատկերացնում եք, երբ որ մի 2 ամիս ստորագրահավաքը ձգձգվի, 70-80 հազար գյումրեցի ստորագրությունը դնելու է այդ ծրագրի տակ։ Մաղթում եմ բոլորիս բարի երթ, տրամադրություններս բարձր, աշխատանքը գիշերու զոր, 15-20 օր կարելի է 24/7 ռեժիմով աշխատել, որպեսզի հասնել մեր գերական նպատակին։ Հարգում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, համոզված եմ գրանցելու ենք այն արդյունքները, որոնք դուր է գալիս բոլորիս։ Միացեք, որ փոխենք։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան, պարոն Թևանյանը հրապարակային արդեն խոսք է տվել, գիտենք 26 թվականին ինչ եք պահանջելու պարոն։ Ամենաուշը, հա, լավ կսպասենք, մենք ոչինչ համբերատար ենք, 30 քանի տարի սպասել ենք։ Հիմա հարգելի հայրենակիցներ, հարգելի գյումրեցիներ, խոսքը ուզում եմ տրամադրել Մայր Հայաստան դաշինքի առաջնորդ գաղափարախոս Անդրանիկ Թևանյանին, ում ջանքերի շնորհիվ շատ բան փոխվեց վերջին 1 տարում քաղաքական լանդշաֆտում ընդհանրապես եւ հատկապես Երևանում։ Երբ Երևանի ավականու ընտրություններն էին եւ պարոն Թևանյանը մասնակցում էր, շատերը հորետեսական վերաբերմունք ունեին, մի մասը չէր հավատում հաղթանակին, բայց իմացողները հավատում էին, էլի։ Ու երբ հայտնվեց Մայր Հայաստանը հայտնվեց Երևանու ավականու կազմում, ասում են դե ինչ կարելի է անել, հա, ընդդիմադիր խմբակցություն Երևանի համար ինչ կարող է անել եւ ֆանտաստիկ արդյունք գրանցեց պարոն Թևանյանի գլխավորությամբ Երևանի ավականու խմբակցության անդամները, ովքեր այստեղ կանգնած են, ես խնդրում եմ ծափահարել։ Ես շատ բան չեմ ուզում ասել, ուղղակի ուզում եմ ասել, որ պարոն Թևանյանի եւ իր Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամների շնորհիվ հիմա երևանցիները, հատկապես իրեն շնորհիվ, հիմա երևանցիները տրանսպորտից օգտվում են ոչ թե 300 դրամով, այլ 150 դրամով։ Այս մարդկան շնորհքն է դա անում ինչը։ Դե մենք Գյումրիում գլխելու ենք, հա, ավելի տպավորիչ արդյունքներ են գրանցելու, հավատացեք։ Պարոն Թևանյան, ցանկանում եմ հիմա խոսքը տրամադրել ձեզ, խնդրեմ ծափահարություններով։ Ողջույն Գյումրի, մենք բոլորս էլ գիտենք, որ Գյումրիում ճակատագրական եւ բախտորոշ ընտրություններ են տեղի ունենալու։ Մենք դատապարտված ենք այս իրավիճակը փոխելու, որովհետև
հակառակ պարագայում, ինչպես արցախցիները այստեղ փաստեցին ու կփաստեն, մենք ամբողջ Հայաստանը, Գյումրին, Երևանը կդնենք մի վիճակի մեջ, որի մեջ հայտնվեց Արցախը։ Արցախցիների աջակցությունը շատ պարտավորեցնող ու խորհրդանշական է։ Իրենք կենդանի վկան են այն բանի, որ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանով հանդերձ պետք է մերժվի ու մերժվի հենց Գյումրիից սկսած։ Այդ դեպքերը բոլորը մենք այս ընտրություններին մասնակցում ենք միացիր, որ փոխենք կարգախոսով։ Այստեղ երկու բաղադրիչ կա։ Գյումրեցուց ենք ակնկալում միանալ, ինքներս մեր վրա վերցնելով փոխելու պարտականությունը։ Հետևաբար այս կարգախոսը իմաստ ունեցող տրամաբանական և քաղաքական կարգախոս է, որը ամբողջ քարոզարշավի ընթացքում պետք է հնչի մեր թիմակիցների շուրթերից։ Հետևաբար այսօր, քանի որ առաջին մեծ հավաքն է և շարունակելու ենք, փորձարկում է հենց այստեղ միացիր, 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 Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, հարգելի գյումրեցիներ, մասնակցում է այս ընտրություններին 9 քաղաքական միավոր։ Մենք, անձամբ ես, ինչ չափով որ մասնակցեմ քարոզարշավին, նախապես տեղեկացնում եմ, մենք որևէ այլ թեկնածուի, ես անձամբ, նույնիսկ ՔՊ-ի տեղի թեկնածուին չեմ անդրադառնալու։ Իմ թիրախը քաղաքացիական պայմանագիրն է և դրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ, եթե ռիսկ ունես, գլուխը բնից հանիր, արի Գյումրի, արի ներկայացի գյումրեցիներին։ Հայաստանի թիվ 1 թալանչին եկել էր այստեղ թալանից էր խոսում, հատիկ առ հատիկից էր խոսում։ Ջորջ ջան, մեկը կար Նիկոլ անունով, ասում էր Range Rover առ Range Rover կբերեն։ Այդ մարդը փոքր ժամանակ հեծանից չի քշել ու կոմպլեքսները մինչև հիմա մնացել են։ Հիմա, քանի որ հասկանանք, թե ինչ թալանչու հետ գործ ունենք, ես ստիպված եմ դիմել Շպարտակայի օգնությանը, առանց դրա հնարավոր չի, ժողովուրդ ջան։ Ուրեմն տեսեք, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից, արցախցիներից, գյումրեցիներից, երևանցիներից թալանել է 9 քաղաք, մայրաքաղաք Ստեփանակերտով, 243 գյուղ, ներառյալ Հայաստանի գյուղերի հատվածները, 70 գործարան, ձեռնարկություն, ֆաբրիկա, մոտ 400 եկեղեցի և այդքան էլ հին գերեզմանատներ, 25 թանգարան, 100-ի հասնող հիդրոէլեկտրոկայաններ, հանքեր, ջրամբարներ, ավելի քան 5000 հուշարձան, 240 դպրոց, 4 բարձրագույն կրթական հաստատություն, 7 քոլեջ կամ ուսումնարան, 12 հիվանդանոց, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, 240 քառակուսի կիլոմետրից ավելի Հայաստանի օկուպացված տարածք
Սյունիքի մարզից, Վայոց ձորից, Գեղարքունիքից ու Տավուշից ու այս Թալանչին խոսում է Թալանից ամոթ քաղաքացիական պայմանագրին, ամոթ Նիկոլ Փաշինյանին Ժողովուրդ, սրանց Թալանը ես դեռ չեմ հաշվում բյուջեից ինչքան միջոցներ են տալել, անիվ հիմնադրամով ինչքան միջոցներ են գրպանել, տենդերները, ասֆալտամոլները, այդ իրենց ծոպ ու շվայտ կյանքը, Նիկոլի կնոջ շռայտ վախսերը, այն հիմնադրամները, որի վրա պատերազմի օրոք հսկայական գումարներ եկան ու անհետացան, քաղաքացիական պայմանագրի իբր դրամահավաքները, Նիկոլ Փաշինյանի թանկարժեք ծախսերը պետական պահպանության, դա որ Գյումրի է եկել, այդ ինչքան բյուջեից ծախս էին արել, ես հիմա նորից եմ ասում, եթե ռիսկ ունես, առանց այդ զորախմբի, արի գյումրեցիների առաջ կանգնի ու եթե երես ունես, ներկայացի այս ընտրաշավին և մենք քեզ միասին կմերժենք, այդպես է։ Հարգելի գյումրեցիներ, ամենահամեստ հաշվարկներով, հիմա այս հատիկ առ հատիկը որ բացենք, իհարկե դաժան բան կա այդ հաշվարկի մեջ, բայց $100 միլիարդ կորուստ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, երբ կորցրել ենք մեր պատմական ու հայրենական Արցախը։ Եթե 100 միլիարդ ամենը միջին գնով բաժանենք, իրասիրած 500,000 Range Rover-ի գինա կազմում։ Դե հիմա հատիկ առ հատիկը ցույց տուր տեսնենք որտեղ է։ Այ անամոթ, այ հայրենադան, այ Թավաճան։ Մենք բոլորս միասին պետք է մերժենք այս ընտրություններին քաղաքացիական պայմանագրին և ձևավորենք Գյումրիում նոր իշխանություն, որը մեր կարծիքով, մեր համոզմամբ և օբյեկտիվորեն պետք է ներկայանա Գյումրիում իդեմս Կարեն Սիմոնյան քաղաքապետի։ Մենք մյուս թեկնածուներին չենք փնովում, բայց նրանք ովքեր ձայն են տալու քաղաքացիական պայմանագրի թեկնածուին չմտածելով, չիմանալով կամ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, որ սա քաղաքացիական պայմանագրի չեն ձայն տալիս, իրենք պետք է իմանան, որ եթե ձայնը տվեցին անկախ մոտիվացիայից, եթե ձայնը տվեցին քաղաքացիական պայմանագրի, ուրեմն բացում են դարպասները Սյունիքը հանձնելու դիմաց։ 21 թվականին քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվեց, 23 թվականին կորցրեցինք Արցախը, կորցրեցինք Հայաստանի տարածքները։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Գյումրին է։ Այս ամենին Կարեն Սիմոնյանն էլ իր ուղերձում նախընտրական նշել էր, հետևում են և մեր բարեկամները, և մեր թշնամիները, և աշխարհի հզորագույն կենտրոնները, ուզում են հասկանալ, հայ ժողովրդի օրգանիզմը դեռ ունի առողջ բջիջներ, թե ոչ, ու ճակատագրի բերումով այդ հարցի պատասխանը ընկած է գյումրեցիների վրա։ Գյումրիում իշխանափոխությունը մեզ շանս է տալու, որպեսզի հարգեն մեզ, մեր հետ հաշվի նստեն, որպեսզի վերականգնենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, բարեկամների հետ։ Դրա համար ենք մենք ասում գյումրեցուն, գյումրեցիներ ջան, խնդրում, պահանջում, կոչ ենք անում, տեր կանգնեք ձեր քաղաքին, տեր կանգնեք մեր երկրին, ձեր քվեարկությամբ ցույց տվեք, որ իրոք Հայաստանի աղն ու բիբառը այստեղ է։ Դրա համար էլ ասում ենք, գյումրեցի, միացիր, միացիր,
Մայր Հայաստանը հանձնառու է ձեր քվեն ստանալու պարագայում կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ներկայացրել է Կարեն Սիմոնյանի գլխավորած թիմը։ Այս թիմը որևէ բիծ չունի, կայացած մարդիկ են, անցած հետագծով, գործարարներ, ուսուցիչներ, տնտեսագետներ, դասախոսներ, հարգված մարդիկ, եւ մենք որևէ մեկս չենք կամաչել մեր անունից հանդես գալ, որպես Մայր Հայաստան, եւ մեր թիմին ներկայացնել այստեղ։ Մենք դրանով տարբերվում ենք մյուսներից։ Եվ այս առումով մենք կարևորում ենք բոլորիս մասնակցությունը ընտրություններին եւ քվեարկությունը Մայր Հայաստանի օգտին, որովհետեւ մենք ընթացիկ, հեռանկարային եւ համապետական ծրագիր ունենք եւ կողմ ենք փոփոխություններին։ Հետևաբար Մայր Հայաստան համար 4 Մայր Հայաստան համար 4 Հարգելի գյումրեցիներ, բոլորս միասնական ջանքերով մարտի 30-ին մտնում ենք քաղաքական մարտի մեջ եւ փոխում ենք քաղաքական իրավիճակը եւ Գյումրիում եւ ամբողջ Հայաստանում։ Ես հավատում եմ գյումրեցիների վճռականությանը, թասիբի, արժանապատվությանը եւ համոզված եմ, որ փոփոխությունները իրենց սպասեցնել չեն տալու։ Բոլորիս բարի երթ, հաղթանակ եւ վճռականություն Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ Գյումրիից սկսելու փոփոխությունները եւ հասնելու ամբողջ Հայաստան։ Հարգելի քննադատներ, շատերը երևի հասցրել եք տեսնել մեր սքանչելի երգը, որը նվիրված է մեր հայրաքաղաքին եւ այս երգի հնչյունների ներքո են ծափահարություններով եւ ոտնկայս մեզ բոլորիս բարի երգ մաղթեք եւ հասնենք հաջողության։ Շնորհակալություն։